Իրավունքը գրում է, ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն Փաշինյանը հանրահավաքներից անհանգիստ թիմակիցներին հանգստացրել է եւ տեղեկացրել, որ հետ չմտածեն։ Այնպիսի կոմպրոմատներ են մեկը մյուսից բեթար պայթելու, որ վարկյանական փոզմիշեն անելու բոլոր խոստումները։ Ըստ շրջանառվող լուրերի ասել է նա. Թիմակիցներն էլ ոգևորված անցել են գործի, ման գալով փոքր կիքսեր ծաղրի առարկա դարձնելով ընդդիմությանը։ Հրապարակը գրում է. մեր ձևով շարժման շաբաթ օրվա հանրահավաքը որոշ տեղեկություններով հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։ Հանրահավաքից հաշված ժամեր առաջ Խաչատուր Սուքասյանի լցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիան բավականին խոչընդոտել էր մասնակցությանը, բայց երբ հաշվարկը ցույց էր տվել հանրահավաքին մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցություն, գործի էին անցել։ Հրապարակվել էր ձայնագրություն, ըստ որի գումարի դիմաց էին մասնակցել հանրահավաքին։ Մեր ձևով շարժումից արձագանքեցին, որ իրենք որևէ կապ չունեն ձայնագրության մասնակից անձանց հետ։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է։ Իշխանությունների մեր ձևով շարժման նկատմամբ սևեռումն արտահայտվեց նաև երեկ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, երբ շարժման անունից աջակցություն հայտնեցին Գյումրու քաղաքապետին, ՔՊ-ականները մոռանալով Ղուկասյանին լծվեցին մեր ձևով շարժումը քլնգելու գործին։ Ժողովուրդը գրում է. Կիլիկիո կաթողիկոս Արաման Հայաստան է գործուղել Շահան arczepiskopos Սարգսյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Թերթի տեղեկություններով հայ առաքելական եկեղեցու շրջանակներում անհանգստություն է նկատվում այն փաստի առիթով, որ Կիլիկիո կաթողիկոս Արաման կարծես բավարար ջանքեր չի գործադրում կանխելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ իրականացվող ճնշումները։ Հրապարակը գրում է. Գյումրու օպերացիային զուգահեռ ՔՊ-ական պաշտոնյաները բանուգործը թողած 3 սինխրոն գրառումներ էին անում Վարդան Ղուկասյանին որակելով թալանչի կոռուպցիոներ, չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։ Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վարկյանը 1 ստատուս գրում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր տարերքի մեջ այն դեպքում, երբ քանի օր է բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում, պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն։ Սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ-ական Մատյան Գունդը անգամ հետցի ինքնահռչակառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։ Փաստը գրում է. երեք Գյումրու քաղաքապետարանի Փաշինյանական շոուն, որը քաղաքական դաշտը եւ փորձագետները գնահատում են որպես հերթական քաղաքական հաշվեհարդար, խորքային մի շարք պատճառներ ունի։ Առաջիկա համապետական ընտրություններից առաջ իշխանության համար կարևորագույն քաղաքական իրադարձություն է համարվում վաղարշաբաթում կայանալիք ավականու ընտրությունը։ Թերթի տեղեկություններով հատուկ ծառայությունները Փաշինյանին զեկուցել են, որ այդ ընտրություններում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրում։ Ըստ այդմ, Գյումրիում հենց այս փուլում նման մասկի շոուի միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փորձում է հուսահատություն սերմանել վաղարշաբաթում, հասկացնելով, թե միևնույն է ում էլ ընտրեն, ինքն է վերջնարդյունքում որոշելու, ով կլինի համայնքի ղեկավար։ Իրավունքը գրում է. ըստ մերձիշխանական աղբյուրների կառավարությունից բոլոր մարզպետերին եւ համայնքապետերին հրահանգ է իջեցվել։ Աչքներդ 4 արած հետևել աշխատակազմին, տեղակալներից մինչև հավաքարար։ Հարկ եղած դեպքում ժուչոկներ տեղադրել, որ հասկանանք, ով ում բարեկամն է։ Ըստ նույն աղբյուրի համայնքապատկան բոլոր կառույցներում փնտրվում են այսպես ասած կռիսներ։